Մարիգալոստ բուժատետեր։ Գիտեք, որ Հայաստանը հաճախ անվանում են Ծիրանի հայրենիք։ Ծիրանը այնքան է կապված հայկական մշակույթի հետ, որ դրա գիտական անվանումը Prunus armeniaca բառացիորեն նշանակում է հայկական սալոր, բայց սա դեռ ամենահետաքրքիրը չէ։ Ծիրանի գույնը պատահական չէ, այդ վառ նարնջագույնը բնության ազդանշանն է, որ այս պտուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք պաշտպանում են մեր աչքերը, մաշկը, սիրտ եւ նույնիսկ կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը։ Սակայն կա նաև հակառակ կողմը։ Շատ մարդիկ կարծում են, թե որքան շատ ծիրան ուտեն, այնքան շատ օգտակար նյութեր կստանան։ Իրականում կան իրավիճակներ, երբ այս քաղցրահամ միրգը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Այս տեսանյութում կխոսենք, թե ինչ կա ծիրանի մեջ, ինչու է այն համարվում ամենաօգտակար ամառային մրգերից մեկը, 7 առողջական խնդիր, որի դեպքում հատկապես օգտակար է ծիրանը, եւ վերջում 10 առողջական խնդիր, որի դեպքում ծիրան ուտելը հակացուցված է։ Մեկնաբանությունների հատվածում անպայման նշեք, արդյոք սիրում եք ծիրան, թե ոչ։ Եվ այսպես, ինչ կա քաղցրահամ ծիրանի մեջ։ Ծիրանը փոքր միրգ է, բայց ներսում իսկական սննդային գանձարան է։ Ծիրանը պարունակում է վիտամին A, վիտամին C, վիտամին E, կալիում, մագնեզիում, երկաթ, բջջանյութ, բնական հակաօքսիդանտներ։ Ճիշտ է, ծիրանի մեծ մասը ջուր է, այդ իսկ պատճառով այն թարմացնում է օրգանիզմը շոկ եղանակին։ Միաժամանակ այն նաև քաղցր է, սակայն համեմատաբար քիչ կալորիական է, այսինքն դուք ստանում եք քաղցրություն առանց չափազանց մեծ կալորիական բեռի։ Իսկ ինչու է ծիրանը այդքան օգտակար։ Ծիրանի ամենամեծ ուժը նրա մեջ եղած բնական պաշտպանիչ նյութերն են։ Դրանք օգնում են պայքարել վնասակար ազդեցությունների դեմ։ Պարզ ասած, ծիրան օգնում է, որ բջիջները ավելի երկար պահպանեն իրենց առողջությունը։ Բացի այդ, ծիրանը լավացնում է մարսողությունը, աջակցում է մեր սրտանոթային համակարգի աշխատանքին, օգնում է օրգանիզմին հեռացնել ավելորդ հեղուկը, նպաստում է մաշկի առողջ տեսքին, աջակցում է լավ տեսողությանը։ Հենց այս պատճառով շատ սննդաբաններ ամռանը խորհուրդ են տալիս ամեն օր չափավոր քանակությամբ իհարկե ծիրան օգտագործել։ Եվ այսպես 7 հիվանդություն կամ խնդիր, որոնց դեպքում ծիրանը հատկապես օգտակար է։ Առաջին դեպքը փորկապությունն է։ Սա թերևս ծիրանի ամենահայտնի օգտակար հատկություններից է։ Ծիրանի մեջ առկա բջջանյութը խթանում է մեր աղիների աշխատանքը։ Եթե մարդը հաճախ է տառապում փորկապությունից, 2-3 թարմ ծիրանը կարող է օգնել կարգավորել մարսողությունը։ Հատկապես այս դեպքում օգտակար է նաև ծիրանի չիրը։ Երկրորդ արյան բարձր ճնշում։ Ծիրանը չափազանց հարուստ է կալիումով, իսկ կալիումը օգնում է օրգանիզմին հավասարակշռել աղի ազդեցությունը, եւ դրա շնորհիվ անոթները ավելի հեշտ են աշխատում եւ ճնշման վերահսկումը դառնում է ավելի արդյունավետ։ Իհարկե, սա դեղամիջոց չէ, բայց այն մարդիկ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, իրենց սննդակարգում կարող են ավելացնել ծիրան եւ շուտով կնկատեն դրական փոփոխություններ։ Երրորդ սրտանոթային համակարգի խնդիրներ։ Սրտին անհրաժեշտ է կալիում, մագնեզիում եւ հակաօքսիդանտներ։ Եկեք սա ֆիքսենք։ Իսկ հա ծիրանը պարունակում է այս 3 նյութերը։ Դրանք ապահովում են անոթների առողջությունը, օգնում են նվազեցնել սրտի վրա ավելորդ անաբեռնվածությունը, կարգավորում են մեր սրտանոթային համակարգի լավ աշխատանքը։ Հաջորդը տեսողության թուլացում, սա հատկապես կարևոր է 50 անց մարդկանց համար։ Ծիրանի նարնջագույն գույնը կապված է վիտամին A-ի հետ։ Այս վիտամինը չափազանց մեծ կարևորություն ունի աչքերի եւ տեսողության համար։ Մարդիկ, ովքեր քիչ են ստանում այս վիտամինը, հաճախ բախվում են տեսողության տարբեր խնդիրների։ 5-րդ երկաթի պակաս եւ սակավարյունության ռիսկ։ Ծիրանը երկաթի հրաշալի աղբյուր չէ, բայց այն պարունակում է երկաթ եւ վիտամին C։ Այս համադրությունը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, քանի որ մեր օրգանիզմում երկաթը չի յուրացվում, եթե բավարար չափով վիտամին C չկա։ Եվ 7-րդ մաշկի խնդիրներ։ Շատերը նկատում են, որ ամռանը կանոնավոր ծիրան օգտագործելու դեպքում մաշկն ավելի առողջ ու թարմ տեսք է ստանում։ Սա կապված է ծիրանի մեջ առկա վիտամինների եւ հակաօքսիդանտների հետ։ Այժմ խոսենք, թե ինչպես ճիշտ օգտագործել ծիրանը, որ այն օգուտ տա եւ չվնասի։ Ամենակարևորը՝ մի կերեք մեծ քանակությամբ միանգամից։ Շատերը սիրում են նստել եւ միանգամից 1-2 կիլոգրամ ծիրան ուտել։ Սա կարող է հանգեցնել փքվածության, գազերի, որովայնային ցավերի եւ փորլուծության։ Առողջ մեծահասակի համար սովորաբար բավարար է մինչեւ 10 միջին չափի ծիրանը։ Մի կերեք սոված ստամոքսին մեծ քանակությամբ։ Առավոտյան դատարկ ստամոքսին շատ ծիրան ուտելը մարդկանց մոտ կարող է առաջացնել ստամոքսի անհարմարություն, այրոց, աղիների արագ աշխատանք։ Ավելի լավ է այն ուտել հիմնական ուտեստի միջև, որպես խորտիկ։
Հաջորդը՝ մի օգտագործեք փչացած կամ վնասված պտուղներ։ Եթե ծիրանը բորբոսնել է, տհաճ հոտ ունի եւ չափազանց փափկել է, ապա ավելի լավ է այն չօգտագործել։ Հաջորդը՝ ջուր խմեք, բայց չափավոր։ Ծիրանից հետո միանգամից մեծ քանակությամբ սառը ջուր խմելը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել փքվածություն եւ մարսողական խնդիրներ։ Հաջորդը՝ զգույշ եղեք ծիրանի չրի հետ։ Շատերը կարծում են, թե չիր ծիրանը կարելի է անսահմանափակ ուտել։ Իրականում չորացման ընթացքում ծիրանի մեջ առկա շաքարները ավելի են խտանում եւ հետեւաբար շապից շատ օգտագործումը կարող է բերել ավելորդ կալորիաների, արյան շաքարի բարձրացման եւ մարսողական խնդիրների։ Այժմ խոսենք մի շատ հակասական երևույթի մասին։ Ծիրանի կորիզ։ Շատ մարդկանց համար սա համեղ է թվում, հատկապես քաղցր տեսակները։ Այն նաև պարունակում է որոշ օգտակար նյութեր՝ առողջ ճարպեր, սպիտակուցներ, վիտամին E եւ հանքանյութեր։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր բայց։ Ծիրանի կորիզները պարունակում են ամիգդալին կոչվող նյութ, որը օրգանիզմում վերածվում է ցիանիդի, սա թունավոր նյութ է։ Հատկապես մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում դա կարող է վտանգավոր լինել։ Ամենամեծ ռիսկը վերաբերում է երեխաներին, հղիներին, ցածր քաշ ունեցող մարդկանց եւ նրանց, ովքեր միանգամից շատ կորիզ են ուտում։ Եթե խոսքը 1-2 քաղցր կորիզի մասին է, առողջ մեծահասակների համար դա խնդիր չէ, սակայն եթե կանոնավոր մեծ քանակությամբ ծիրանի կորիզ ուտեք, ապա լուրջ խնդիրներ կունենաք։ Հատկապես պետք է զգույշ լինել դառը կորիզների հետ, քանի որ դրանք սովորաբար ավելի շատ ամիգդալին են պարունակում, հետեւաբար կարող են թունավոր լինել։ Իսկ այժմ ամենակարևոր հատվածը՝ 10 դեպք, որի դեպքում ծիրանը կարող է վնասել։ Շատերը մտածում են, եթե ինչ-որ բան բնական է, միրգ է, պտուղ է, ուրեմն անվնաս է, բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Առաջին՝ շաքարային դիաբետ։ Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքարներ։ Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է վերահսկեն օգտագործվող քանակը։ Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար հատկապես վտանգավոր կարող է լինել ծիրանի չիրը, անգամ եթե այն պատրաստված չէ շաքարավազով։ Ցանկացած միրգ, երբ դառնում է չիր, նրա մեջ շաքարները ավելի են խտանում, հետեւաբար կարող է միանգամից արյան մեջ բարձրացնել շաքարի քանակը։ Երկրորդ՝ ալերգիա։ Այո, ծիրանը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել քոր, ցան, շրթունքների այտուց, անգամ շնչառության դժվարացում։ Հաջորդը՝ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում ծիրանը կարող է ուժեղացնել անհարմարությունը։ Հնարավոր է դրանից առաջանա այրոց, ստամոքսի ցավ եւ ծանրության զգացում։ Հաջորդը՝ փորլուծություն։ Եթե արդեն առկա է փորլուծություն, ծիրանը կարող է իրավիճակը ավելի վատացնել, քանի որ այն ունի փորկապությունը մեղմող փորլուծություն առաջացնող հատկություն։ Սա հատկապես կարող է վտանգավոր լինել երեխաների համար։ Հաջորդը՝ գրգռված աղու համախտանիշ։ Որոշ մարդկանց մոտ ծիրանը կարող է առաջացնել փքվածություն, գազեր, ցավեր։ Այս հիվանդությունը կոչվում է գրգռված աղու համախտանիշ եւ հայտնի է իպս անունով։ 6-րդ՝ երիկամային հիվանդություններ։ Ծիրանի մեջ բավականին շատ կալիում կա։ Եթե ձեր երիկամները նորմալ չեն աշխատում, օրգանիզմը կարող է դժվարությամբ հեռացնել ավելորդ կալիումը։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում անպայման գրեք, արդյոք սիրում եք ծիրան թե ոչ, դրա ո՞ր տեսակն եք նախընտրում։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։